Օրվա խորհրդի հետ կապված մի Ես այն մի քիչ արդեն անիմաստ պատասխանն է։ Դե եկեք թողենք ես։ Թողենք թողեցին ամրամես։ Սրբոց նահատակած նվիրական այսօրը մենք մեր եկեղեցականացից հետ աղոթք առ Աստված բարձրացրեցինք հայցով, որ Տերը իր շնորհը, սերը եւ խաղաղությունը հեղի մեր ժողովրդի կյանքին, որպեսզի ազգս հայոց սիրով միաբան, համերաշխ եւ ոգով աննկուն դիմագրավի իր կյանքի բոլոր փորձությունները եւ մեր հայրերի լույս պատվիրաններով ու պատգամներով կերտի իր բարեշեն իր առաջընթաց ու հզոր կյանքը խաղաղության եւ անվտանգության պայմաններում մեր հայցն ու աղոթքն ենք առ Աստված բարձրացնում, որ Տերը մշտապես օգնական ու պահապան լինի ազգիս հայոց, ի Հայաստան եւ իսպյուրս։ Աստված օրհնի մեզ ամենքիս։ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում եկեղեցին ճանապարհ բացեք, ճանապարհ բացեք։ Ճանապարհը բացարեք։ Սուքարանը որ դուրս էիք բերել, դա ինչի նշան էր, ինչու էիք որոշել հիմա հանեք, որտեվ անցած տարի կարծես թե չկար։ Ինչ նպատակ ուներ։ Դա գոնե կբացատրեք, հասկանանք ինչի մասին է խոսքը։ Այդ հարցին պատասխանի մեր լուսարարապետ Այլարը։ Վեհապարտեր Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում եկեղեցին ազատագրելու ճանապարհը բացարեք։ Դեր ես մի խանգարեք, թող Հիմա դուք խանգարում, ճանապարհը բացարեք։ Ասեք վեհապարտեր, Բայև ճանապարհը ինչպես եք պատրաստում դիմակայել Փաշինյանի այս արշավանքներին։ Ոչ մոմոց։ Ես այլ առիթներով ասել եմ եւ նորից կրկնում եմ։ Մի խաթարեք օրվա խորհուրդը եւ մեր ապրումները։ Այդ Բայց առիթով։ մենք երբեք ձեզ այլ խորհրդով չենք տեսնում։ Բայե։ Վեհապարտեր, գուցե մի օր ասուլիս կազմակերպեք, պատասխանեք, վերջը ձեզ մեղադրանքներ կան։ Բոլոր ձեր հարցերին պատասխանում ենք։ Որ հարցերին։ Բոլոր։ Վեհապարտեր։ Այսօր այդ օրը չի։ Ինչպես պիտի պատժվի Փաշինյանը այդ անոնիմի Իսկ կարող է ձեզ հեռացնելու օրը լինի այդ օրը, վերջապես խոսեք։ բանն է գնաց լուսը։ Սինխրոն պրոստը կանվելում եք, Ես ավրատի գալիս եմ։